ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ամենայն հայոց գարեգին երկրորդ կաթողիկոսին գահընկեցանելու հարցում, հայտնել է ռուսական առաջին ալիքը հրապարակելով տեսանյութ։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն կարծել է, թե հեռախոսով զրուցում է Փաշինյանի հետ, մինչդեռ կապի մյուս կողմում եղել են պրանկերներ Վովան ու Լեքսուսը։ ԵԱՀԿ պաշտոնյան անկեղծացել է, խոստանալով մեջբերում անել հնարավոր ամեն բան։ Սահմանադրական դատարանը ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ որոշման հիմնավորումներում առաջարկել է նախընտրական շրջանում սահմանափակել պետական բյուջեից չնախատեսված սոցիալական վճարների իրականացումը։ Բարձր Ադյանը նշել է, որ ընտրություններին մոտ ժամանակահատվածում իրականացվող նման ծրագրերը կարող են գնահատվել որպես սոցիալական կաշառք։ Դատարանը նաև ընդգծել է իրավապահների քաղաքական չեզոքության, անմեղության կանխավարկածի պահպանման և ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության կարևորությունը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծը կենդանաբանական այգի տեղափոխվելու համար քնեցվել էր, դրանից հետո սակայն չի արթնացել, կենդանին անկել է։ Կենդանաբանական այգուց փոխանցում են, որ էգ առյուծն ունեցել է մեծ տարիք, ուղեկցվող հիվանդություններ, ինչն էլ արձանագրվել է հերձման ակտով։ Կենդանու օրգան համակարգերը, փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը եղել են ախտահարված։ Տեղապարկում առկա են եղել խոլեցիստիտային փոփոխություններ, որովայնի խոռոչում, ազատ հեղուկ, ունեցել է նաև ճարպակալում։ Չնայած պաշտոնական պարզաբանումներին մի խումբ կենդանասերներ հայտարարել են անկախ փորձաքննության պահանջի մասին, նշելով նաև, որ հարցը հասցնելու են մինչև իսկ միջազգային բնապահպանական օրակարգ։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում Հայաստանում առաջին անգամ կամուրջների հեծանների մոնտաժն իրականացվել է Կախովի հեծանատեղադրիչ կայանքի կիրառմամբ։ Ճանապարհային դեպարտամենտից են տեղեկացնում։ Ծրագրի ավարտից հետո ճանապարհին միջին երթևեկության արագությունը կհասնի 80 կմ/ժ, իսկ ուղևորության ժամանակը կկրճատվի 35-ից 40 րոպեով։ Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաև մեր հանրապետությունում ոչ բնակության նպատակով գտնվող էմիրությունների քաղաքացիները կարող են անարգել երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով, տեղեկացնում են ներքին գործերի գերատեսչությունից, հավելելով, որ երկրներում բնակության նպատակով գտնվելու դեպքում վկայականի փոխանակման համար դիմող անձինք այսուհետև ազատվում են այդ գործընթացի շրջանակում նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Ավտովթար Արարատի մարզում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրի հատվածում բախվել են Ford Transit, Dodge և Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Շամշյանը հաղորդում է, որ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն անչափահաս, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մոտակա բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկը մահացել է, քննչականում նախաձեռնել են քրեական վարույթ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։